Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Քոչարյան, բավականին բուռն քննարկվեց Կայա Կալասի հայտարարությունը, որը բավականին վտանգավոր բովանդակություն է իր մեջ կրում։ Նա հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով իրենք փորձելու են օգտակար լինել եւ փորձեն թույլ չտալ 2026-ին ընթառաջ այլ երկրների միջամտություն։ Բացի այդ 15 միլիոն եվրո են Հայաստանին տրամադրում, որպեսզի այսպես կոչված Ռուսաստանից եկող հիբրիդային պատերազմին կարողանան հակազդել։ Իրականում ինչի մասին է այս հայտարարությունը եւ ինչ մտահոգություններ է ձեզ մոտ առաջացրել։ Այս հայտարարությունը իրականում նրա մասին է, որ իրենք ուղիղ միջամտություն են փորձում ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ ընտրությունների մեջ։ Սա միայն դրա մասին է վկայում, որովհետեւ այնինչ նույն մենք տեսանք Մոլդովայում, նույնը փաստորեն փորձում են այստեղ կիրառել նույն սցենարը։ Սա ուղիղ միջամտություն է եւ սա փորձում են փաթեթավորել այլ միջամտություններ կանխելու տակ, բայց իրականում սա հենց իրենց կողմից միջամտություն է։ Գիտեք, մեր եվրոպացի գործընկերների կողմից արդեն այս երկակի ստանդարտների կիրառումը շատ ուղղակի անհանգստացնող եւ անդուր տեսք է ստացել։ Մենք արդեն 7 տարի եւ ավել սրականատեսն ենք լինում, որովհետեւ գիտեք, այսպես ընդունված էր համարել եւ այդպես էր ընկալվում Եվրոպան մեր մոտ, որ ժողովրդավարությունը բացարձակ արժեք է իրենց համար։ Եվ երկար տարիներ անկախացումից ի վեր Հայաստանում միշտ հենց սա էր հռչակվում իրենց կողմից, սրա հետ կապված իրենք տարբեր գործառույթներ էին իրականացնում, քննադատում էին իշխանություններին, ընդ որում շատ ակտիվ։ Շատ ակտիվ, այո, քննադատում էին իշխանություններին ցանկացած շեղման համար, շատ դեպքում չափազանցված, բայց մշտապես կար եւ շատ ժամանակ ես կարծում եմ դա դրական արդյունք էր ունենում, այսպես ասած իշխանությունների ձեռքը բռնող կար։ Հիմա մենք 18 թվականից հետո տեսնում ենք, որ սա բացարձակապես չկա եւ այն նույն գործողությունները եւ շատ ավելի լկտի ձևով, որը անում է այս իշխանությունը, պարզապես ոչ մի հետևանք չի ունենում, ոչ մի արձագանք չի ունենում նրանց կողմից։ Այսինքն կանաչ լույս են վառել Նիկոլ Փաշինյանի համար։ Կանաչ լույս կա, մենք գիտենք, բազմաթիվ են ապօրինի ձերբակալությունները, դատավարությունները, թիմ ընտրությունների միջամտությունները, արդյունքների վրա ազդելու փորձերը, վարչական լծակներ օգտագործելը, ազատ խոսքի նկատմամբ ճնշումները եւ չկա այն արձագանքը, գոնե մոտիկ չէ այն արձագանքին, ինչը եղել է մինչեւ 18 թիվը եւ այստեղ մենք շատ հստակ տեսնում ենք երկակի ստանդարտներ։ Երբ որ մենք հանդիպում ենք Եվրոպայից ժամանած կամ երբ որ մենք ենք լինում դրսում մեր գործընկերների հետ տարբեր կառույցներից եվրոպացի կամ թեկուզ դեսպանատների հետ հանդիպումների ժամանակ դիվանագետների այս հարցը միշտ բարձրացնում ենք պատգամավորներով եւ այստեղ շատ ժամանակ իսկապես նրանք ասելու բան չունեն ու լինում են նաեւ նրանց մեջ ավելի անկեղծ մարդիկ, ովքեր ասում են, այո, մենք ընդունում ենք, որ կան երկակի ստանդարտներ։ Հենց այսպես։ Իսկ ինչով է դա պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հանդեպ այս չափազանց ջերմ վերաբերմունքը, թողտվությունը։ Ցավալի է, բայց գալիս ենք այն եզրահանգման, որ մինչև 18 թիվը այդ բոլոր խնդիրների մասին խոսելը ոչ թե ունեցել է նպատակ ժողովրդավարություն հաստատելու Հայաստանում, այլ դա գործիք է հանդիսացել իշխանությունների վրա ճնշում բանեցնելու համար։ Այսինքն, եթե հիմա կա իշխանություն, որը իրենց ընկալմամբ աշխարհաքաղաքական, այսպես իրենց պատկերացումներում տեղավորվում է եւ այսպես իրենց ուզածով է լինում, իրանք պատրաստ են աչք փակել ամեն ինչի վրա, ինչի ականատեսն ենք մենք լինում եւ ինչպես ասացիք, ամենավառ դրա նաեւ արտահայտումը իհարկե հաջորդ տարի կայանալիք ընտրություններում նրանց ուղիղ միջամտության, այսպես ազդակներ, որը արվեց, սրան պետք է մենք բավական ուղիղ եւ անկեղծ խոսենք մեր հասարակության հետ, բացատրենք սրա վտանգները եւ սրան հակազդելու այսպես գործիքակազմը ունենք, որի մասին դեռևս չենք խոսի, բայց այս պլանավորման ընթացքի մեջ է եւ կարծում եմ, որ այն ինչ նրանց մոտ ստացվել է անել Մոլդովայում, Հայաստանում չի հաջողվելու։ Պարոն Քոչարյան, Եվրամիությունը մեծ խնդրատանքով է հետևում նաև Ադրբեջան-Հայաստան փոխհարաբերությունների ընթացքին եւ նաև տեսեք այս փոխհարաբերությունների խաղաղության օրակարգի ֆոնին Ադրբեջանը Հայաստան է ներկրում պրեմիում տեսակի բենզին, որը
ցավոք սրտի շատ արագ տեմպերով սպառվում է, հացահատիկ են բերում Ադրբեջանի տարածքով, չնայած կարող էին շատ ավելի կարճ տարածքով բերել Վրաստանի միջոցով, այնուամենայնիվ իշխանությունները ասում են, տեսեք, 30 տարվա միջումից հետո կոմունիկացիաների ապաշրջափակում ենք անում, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ շուտով Ադրբեջանի հետ երկկողմանի առևտրի հնարավորություն կստեղծվի, իսկ Պապոյանը հայտարարում է, որ Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին է։ Այս ադրբեջանական բենզինը, հացահատիկ Ադրբեջանի տարածքով եկող ինչի մասին է։ Ապաշրջափակում է կոմունիկացիաների, թե՞։ Նախ ուզում մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները մի հատ փորձեն վերհիշել օրինակ նախկին 30 տարիներում։ Իրանք գիտեն որտեղից էր գալիս բենզին, որտեղից էր գալիս հացահատիկ։ Արդյոք մենք դրա խնդիրը ունեցել ենք։ Չենք ունեցել։ Իհարկե, փակ սահման ենք ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, բայց այս առումով մենք երբեք խնդիր չենք ունեցել։ Սա, գիտեք, իրենց նորից այն, չգիտեմ, վարպետությունն ինչ ասեմ, հնարք ասեմ, որը փորձում են օգտագործել, ինչ որ մի հատ չեղած կամ քիչ նշանակություն ունեցող որևէ բան, այսպես մեծ փաթեթավորմամբ, մեծ այսպես բաներով ներկայացնել, որ այ տեսեք թե ինչ է կատարվել։ Իրականում հացահատիկ ներկրելու խնդիր մենք երբեք չենք ունեցել, նույնը վերաբերում է նաև բենզինին։ Իսկ այս աժիոտաժը բենզին ներկրելը, որը մենք գնել ենք Ադրբեջանից, Հայաստանում այսպիսի մեծ աժիոտաժ առաջացնել իշխանությունների կողմից ինչ-որ դրական բան ներկայացնելը, ինձ ուղղակի նորմալ տրամաբանության մեջ չեմ հասկանում, անկեղծ ասած։ Ինչու՞ ենք ասում են խաղաղության օրակարգ է։ Գիտեք, սա մի բան է, որը պետք է այ մեծ խանդավառությամբ ընդունվի Ադրբեջանում, որ ասեն, տեսեք, մենք այս երկրին Արցախ էթնիկ զտման ենք ենթարկել, հազարավոր հայեր ենք սպանել, քնած հային կացնահարած ադրբեջանցուն հերոսի պես ընդունել ենք։ Մնացած բոլոր հարցերը այն ինչ արվում ենք, չգիտեմ, Հայաստանի ղեկավարին ծաղրացու են անվանում, հարբեցող ծաղրացու։ Մնացած հենց հիմա այս նվաստացուցիչ դատավորությունն է գնում մեր հայրենակիցների նկատմամբ Բաքվում եւ այս ամեն ինչին զուգահեռ փաստորեն Հայաստանում հնարավոր է, որ Ադրբեջանին փաստորեն օգնեն, իրենցից վառելիք գնեն եւ սա այսպես իշխանությունները, հայկական իշխանությունները սա ներկայացնեն որպես մեծ ձեռքբերում։ Հասկանում եք, այստեղ իրենք չեն մեզ լավություն անում։ Եթե դու գնում ես շուկա օրինակ եւ դրված է տարբեր մրգեր, նույն տարբեր տեսակի ասենք մրգեր, եւ դու որոշում ես ումից գնես դա, սա ինքը չի քեզ լավություն անում, որ վաճառում է, դու ես լավություն անում, որ այդ եղածներից ընտրում ես հենց իր միտքն ես մոտենում եւ գնում։ Հիմա այստեղ հակառակն են փորձում ստեղծել, որը ուղղակի ոչ մի նորմալ տրամաբանության մեջ իսկապես չի տեղավորվում։ Դեռ բարոյական կողմը ես ուզում եմ մի կողմ դնեմ, թե ինչքանով է բարոյական նաև այս ադրբեջանական ընդհանրապես արտադրանքը բերել էստեղ եւ դրանով իրենց տնտեսությունը հզորացնել, բայց սա մի բան է նորից կրկնեմ, որով պետք է ուրախանան եւ կարծում շատ ուրախանում են առաջին հերթին Ադրբեջանում։ Ադրբեջանում մեծ ուրախությամբ հետևում էին նաև դեկտեմբերի 18-ին մայր տաճարի շուրջ ընթացող իրադարձություններին, որտեղ հայը փաստացի հայի դեմ էր դուրս եկել եւ մայր եկեղեցու դեմ։ Այսպիսի մի հարց է առաջանում 2019 թվականին նոր հայրապետ, նոր Հայաստան կամ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժում ձևավորվեց հակաեկեղեցական վեհապարի դեմ, որին Նիկոլ Փաշինյանը չաջակցեց։ Ինչու հիմա սկսեց եկեղեցու դեմ այս արշավը։ Գիտեք, շատ ճիշտ հարց եք բարձրացնում, իսկապես, որովհետև 2018 թվականից նա հանդիսանում է վարչապետ եւ եկեղեցու դեմ արշավը իշխանության կողմից սկսվեց այս տարի մայիսին, եթե չեմ սխալվում, սկզբից եղան հայտարարություններ, եկեղեցիները մաքուր չեն, չէ, հետո ինչ որ սրբազաններին ակնարկներով կպնելով բանտարկվեցին սրբազան հայրեր։ Սա փորձում են ներկայացնել մի սոուսի տակ այսպես, որ սա եկեղեցին նորոգելու համար է արվում։ Ինչը ծիծաղ է առաջացնում իհարկե, որովհետև այդ ձեր ասած հարցն է, եթե դա էր նպատակը, ինչի հենց սկզբից չի արվել, ինչի հենց հիմա հիշվեց սրա մասին, ու հետևողաբար եկեղեցին կազմաքանդելու, արժեզրկելու գործընթացը տեղի ունենում, ինչքան էլ սա փորձեն ներկայացնել այլ կերպ, իրողությունը սա է։ Հիմա գիտեք, տրամաբանության շրջանակում նորից դժվար է հասկանալ, թե ինչ է տալիս սա իրենց, թե քաղաքական առումով, թե անձնական առումով, չես հասկանում, որովհետև մենք տեսնում ենք, որ ինչքան էլ իրենք փորձում են այսպես ամբողջ իշխանական լծակները օգտագործեն, քարոզչական եւ այլ, ամեն դեպքում հասարակությունը սա լավ չի ընկալում։
եւ մյուս տարի մենք ունենք ընտրություններ, սրանից առաջ այս ամեն ինչի մեջ մտնելը չես հասկանում թե ինչ են շահում իրենք սրանից եւ այստեղից որ գալիս են արդեն տարբեր մտքեր թե արդյոք սա արտաքին ուժերի պատվեր չէ, արդյոք այստեղ Ադրբեջանի կամ Թուրքիայի մատախառը չէ։ Սա շատ տրամաբանական հարցեր են, որ առաջանում են եւ ենթադրություններն էլ ինչքան էլ այսպես ամառկեցուցիչ են, ամեն դեպքում տեղ են տալիս նման ենթադրությունների իրենց գործողությունները։ Իսկ այնիշ տեղի ունեցավ եկեղեցու Բաքում, ես այնտեղ էի, պարզապես խայտառակություններ եւ ամոթեր եւ այստեղ եւ ես ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վեհափառի կայուն կեցվածքի ամրության, երբ որ իր խոսքի ժամանակ վերջում դրսից փորձում էին այս դուրը ջարդել, այդ լկտիությունը կազմակերպել եւ նրա մի վարքյան չշեղվեց, խոսքից ուշադրությունը չշեղվեց եւ նաեւ շատ կարեւոր էր եւ լավ էր, որ հավատավոր ժողովուրդը կարողացավ նաեւ այնպես անել, որպեսզի վեհափառը դուրս գալուց, թե մտնելուց, թե դուրս գալուց ոչ մի խնդիր չունենա, ինչքան էլ որ ոստիկանները փորձեցին արանք թողնել, այսպես մյուս կողմի համար, որպեսզի կարողանան մտնեն, չգիտեմ ինչ էր նրանց մտքում, ամեն դեպքում շատ կարևոր էր, որ նրանց դա չհաջողվեց անել։ Ընդդիմության մի շերտ կա, որ կոչ է անում վեհափառին կոչով հանդես գալ, ասում են վեհափառ, խոսեք, մի բան ասեք, կոչով հանդես եկեք, հավատավոր ժողովրդին ձեր շուրջը հավաքեք։ Թե վեհափառի կեցվածքը տվյալ պահին, ինչպես որ ինքն է իրեն դրսևորում, ամենաճիշտն է։ Գիտեք, երբ որ մենք հայտարարություն արեցինք, որ մասնակցելու ենք, չկար կոչ եկեղեցուց վեհափառից, բայց ուղղակի այդպես ճիշտ համարեցինք, ճիշտ գտանք եւ ի վերջո դա ճիշտ էր կարծում եմ, այստեղ ամեն մեկը երևի թե իր խղճով եւ նաեւ հաշվարկները պետք է ունենա հասկանալու համար, որ նման կոչերին պետք չէ սпасել։ Պետք է տեղեր կա, որ դու ուղղակի պետք է գործես քո մտածելակերպով, քո խղճով, քո ճշմարտությունը, քո անկալմամբ տեսնելով, սա է, ես ինքս չեմ սպասում նման կոչերի եւ գիտեք եկեղեցին միայն վեհափառինը չէ, մեր եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին բոլորինս է եւ ես չեմ կարծում, որ եկեղեցին պաշտպանելու համար պետք է անպայման կոչ եւ այսպես հրավեր հնչի, որից հետո միայն պետք կլինի գնալ այնտեղ, այնպես որ համաձայն չեմ այդքան այդ մոտեցումների հետ։ Իսկ Փաշինյանը մինչև ուր կգնա եկեղեցու դեմ պայքարում, հատկապես որ նշեցիք տպավորություն է, որ կարծես երրորդ երկրներից եկած հրահանգ կա, իսկ Փաշինյանն էլ ոնց տեսնում ենք մտադիր չէ հետ կանգնել։ Ինքը հետ չկա, գիտեք, ցանկացած բան, ոչ միայն եկեղեցին, ցանկացած այլանդակություն, որ ինքն անում է, անելու այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է մարսել։ Սա է, նա չի կանգնելու այդ մտքից, միշտ փորձելու է տարբեր ձևերով վարկաբեկել ու ի վերջո հույս ունենալով հասնել նպատակին։ Ես չեմ կարծում, որ մի օր նա այսպես արթնանալու է, ասել է, վայ լավ, ես ինչ վատ բան էի անում, եկեք էլ չանեմ։ Չէ, նա շարունակելու է այնքան, քանի դեռ ունի իշխանական լծակներ, քանի դեռ նրա ձեռքը բռնող չկա, իսկ մենք տեսնում ենք խոսեցինք արդեն նույն եվրոպական երկրներից չկա այդ խոչընդոտը, եւ նա շարունակելու է այս այլանդակությունները, այնպես որ շատ կարեւոր է ուղղակի, որ այդ լծակը, այդ գործիքը, որի շնորհիվ նա շարունակում է այս ամեն ինչը անել, ուղղակի իր ձեռքից պետք է վերցնել եւ ազատել մեր երկիրը նման սխառնակություններից։ Գանք ներքաղաքական դաշտ, որն քննարկվում է պատգամավորներին տրված պարգևավճարը Ալեն Սիմոնյանի որոշմամբ յուրաքանչյուր պատգամավորի տարվա ավարտին հատկացվել է 2.9 միլիոն դրամ եւ նաեւ քննադատություններից ձեռ չեն մնացել նաեւ խորհրդարանական ընդդիմադիրները, նաեւ դուք ինչ եք անելու այդ պարգևավճարի հետ, արդյոք ընդունելու եք թե ոչ, բոլորին այդ հարցն է հետաքրքրում։ Ես ինքս իմ մասով գրեթե ամբողջ այդ գումարը փոխանցել եմ տարբեր հիմնադրամների, առանձին ընտանիքների, Արցախից տուժած արցախցիների, կարիքավոր ընտանիքների, հիմնադրամների, ինքս իմ մասով արել եմ, նաև տեղյակ եմ, որ իմ գործընկերներն էլ գրեթե բոլորը նույնը արել են եւ սա ամեն տարի էլ մենք այս գումարները ուղղում ենք հենց նման նպատակների համար եւ իմիջիալոց շատ ժամանակ իսկապես շատ բան արվում է, որ ուղղակի մենք չենք խոսում, չենք հանրայնացնում,
բայց դա մշտական բնույթ ունի։ Ուզում եմ ասել, ոչ միայն տարեվերջան է լինում, այլ նաև տարվա ընթացքում սա մշտապես արվում է։ Միավորման օրակարգի գործընթացներն ինչ փուլում են։ Հայաստան խմբակցությունը նախաձեռնել է տարբեր ընդդիմադիր ուժերի հետ կոնսուլտացիաներ, որ փուլում է, դեպի ուր ենք շարժվում, ինչ նորություններ կան։ Գիտեք, ընթանում է, կարծում կարևոր է բոլորին լսել, որ բոլորն էլ նաև ընդդիմադիր դաշտը հնարավորություն ունենան թեկուզ փոքր միավորները իրենց կարծիքը հայտնելու, նաև մեզ լսելու, այս առումով դեռ ընթացքի մեջ է։ Մեր խնդիրն է, որպեսզի մյուս տարի ընտրական տարի մտնենք եւ այսպես գործողությունները ընտրական փուլում կազմակերպենք ամեն դեպքում որոշ չափով համաձայնեցված, այսինքն դա չի նշանակում, որ պետք է լինի ամբողջական մեկ թիմ, բայց գոնե եթե դիտարկում ենք, որ հիմնական մրցակիցը իշխանություններն են եւ նպատակ է դրվում, որ պետք է իշխանությունը փոխվի, այս առումով կարծում կարևոր է, որ գոնե ինչ որ առումով լինեն պայմանավորվածություններ մյուս ընդդիմադիր ուժերի հետ, հատկապես եթե նայենք 21 թվականի ընտրությունները մոտ 300,000 ձայն փոշիացել են եւ 300,000-ից մի մեծ տոկոս նաեւ ընդդիմադիր ձայներ են, կարծում շատ կարևոր է, որպեսզի ընդհանուր ընդդիմադիր դաշտը այնքան խոհեմություն ունենա, որ նույնը թույլ չտա 2026 թվականի ընտրություններին։ Այդ խոհեմությունը արդյոք հիմա ունի 21-ից 10-եր քաղվել են, եթե կոպիտ արտահայտվենք, որովհետև ընդդիմադիր դաշտում հանդես եկող որոշ ուժեր հայտարարել են, որ իրենք չեն համագործակցելու մյուս ընդդիմադիր ուժերի հետ, հոմանելով 3 նախկին նախագահներին եւ ներկա իշխանություններին։ Արդյոք սա այդ միասնական օրակարգին չի վնասում։ Չէ՞ որ ինչ որ առումով դա առնում են նաեւ այսպես ձայներ փոշիացնողներ, որովհետև թե քաղտեխնոլոգները, թե քաղաքագետները ընդդիմության որոշ ուժերի հենց դրանում են մեղադրում, որ ասում են ամբիցիաները այնքան բարձր են, որ այս ընդհանուր կարևորագույն նպատակի շուրջ չեն կարողանում ամբիցիաների հաշվին միավորվել։ Գիտեք, ընդհանուր միավորումը ես դժվար հավանական եմ համարում ընդհանուր միավորումը, բայց դա չի նշանակում, որ չի կարող լինել ճիշտ ռազմավարություն, այսինքն իսկապես կան տարբեր թիմեր։ Մենք ենք եւ այսպես մեր թիմով ենք, բայց կան այլ թիմեր, որոնց հետ կարող է շատ հարցերում լինեն տարաձայնություններ, բայց ընդհանուր նպատակը մեկն է։ Իսկ նման խոսակցությունները, գիտեք, այսօր կան ուժեր, ովքեր նույն բոլոր հարցումներով երևում է, որ շատ քիչ վարկանիշ ունեն, միգուցե ինչ-որ բան կարողանան փոխել, պետք է աշխատեն հենց այդ ուղղությամբ, բայց լինելով շատ փոքր միավոր, այսպես փորձում են ուղղություններ տալ, թե ով ինչ պետք է անի, ով պետք է մասնակցի, ով չպետք է մասնակցի։ Սա չեմ կարծում, որ ճիշտ տեղ տանող խոսակցություն է։ Այսինքն ինչի պիտի դու որոշես ով է մասնակցում, ով չի մասնակցում։ Գիտեք, մենք երբեք օրինակ նման հայտարարություն չենք անում։ Մեր խորհուրդը հիմնական ինչն է, որ փոքր ուժերով, այսինքն եթե կա մեծ հավանականություն, որ կոնկրետ ուժ մասնակցելով չի հաղթարելու անցողիկ շեմը։ Նպատակը ո՞րն է։ Ասում են կեղբեր, լավ, քո դու ինչ ես ուզում մասնակցել։ Մասնակցելու համար։ Եթե հստակ երևում է, որ առանձին մասնակցելով չես հաղթարելու շեմը, ինչի համար ես մասնակցում։ Ու չենք ասում մի մասնակցեք, ուղղակի ասում ենք, որ պետքա ճիշտ բլոկներ ձևավորեն։ Գնացեք, միացեք ավելի մեծ ուժերին կամ միացեք իրար հետ ավելի մեծը դարձեք, որպեսզի շանս ունենաք։ Հակառակ դեպքում սա բան չի տալու եւ եթե գիտեք ինչ որ ուժերի թվում է թե եթե մեծ խաղացողները դուրս գան, այն առաջարկը որ անում են, մեծ խաղացողները դուրս գան, ապա իրենց տեղը կգտնեն քաղաքական դաշտում եւ այդ ձայները տրանսֆորմացվելու եւ գալու է իրենց, չարաչար սխալում են, այդպես չի աշխատում։ Հասկանում եք, առաջնորդությունը եւ առաջնորդի կերպար ստեղծելը, խնդիր լուծելու ունակությունը ցույց տալը, սա պետք է վաստակել է ամեն ինչը։ Սա թե քո սեփական կյանքի փորձով ես ցույց տալիս, թե քո մոտեցումներով, թե քո ծրագրերով, այնպես չէ թե ինչ որ մեկը դուրս եկավ ավտոմատ սա գալու է այստեղ։ Նման բան չի լինելու, դրա համար մեր առաջարկն է, որ չմտնել այդ ոչ միտեղ չտանող խոսակցությունների մեջ։ Փորձեք կայացեք քաղաքական դաշտում, այսպես լեզու գտեք մնացածների հետ եւ մասնակցեք այնպիսի դասավորվածությամբ, որը արդյունք կտա։ Մեր նպատակը սա է, իսկ թե ով պետք է մասնակցի, ով չպետք է մասնակցի, անիմաստ խոսակցություններ են իսկապես։ Հետո այստեղ մի հատ մյուս
վատ բանը կա, որ փորձում են այսպես նույնացնել այն նախկին նախագահները։ Հավասարության Նախկին նախագահները 3 տարբեր մարդիկ են։ Ամեն մեկն իր անցած քաղաքական ճանապարհով, իր գրանցած թե հաջողություններով, թե անհաջողություններով եւ այսպես այստեղ պետք է առանձնացնել։ Սա ինձ համար շատ անընդունելի էր, որ փորձում են sense ամբողջը մի այսպես զամբյուղի մեջ ներկայացնել, այնպես որ մենք ենք, որը ոչ մեկի հետ, այլ մյուս նախագահների հետ այսպես առնչություն չունի քաղաքական թիմի առումով եւ սա պետք է շատ հստակ ֆիքսել եւ այս փորձերը չենք թողելու նույնացման։ 2026-ը ինչով է կարևոր, որովհետև շատերը դա դիտարկում են հանրությունը նկատի ունեմ, ուղղակի իշխանության փոփոխության տեսանկյունից, բայց արդյոք 2026-ի ընտրությունները միայն իշխանափոխության մասին են։ Գիտեք, մնացած նպատակներին հասնելու համար այսքան այն խնդիրները, որը մենք բարձրացնում ենք թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքականության, տնտեսության եւ մնացած առումներով, հիմա այս ամեն ինչը լուծելու բանալին իշխանություն ունենալն է։ Իմ համոզմունքն է, որ նաև այս դժբախտությունների մեծ պատճառը վերջին տարիների Նիկոլ Փաշինյանի կառավարության նաև նրանում է, որ աննախադեպ միահեծան այսպես իշխանություն կա, այսինքն ու նույնիսկ ոչ թե կուսակցության ձեռքում է այդ ամբողջ իշխանությունը, այլ մի հոգու։ Ձևական առումով իհարկե ունենք համանդրություն, որտեղ պետք է գործեն հակակշիռների համակարգերը, կա խորհրդարան, դատական համակարգ, ինչ որ անհասկանալի նախագահ։ Հա, բայց մենք տեսնում ենք, որ դա ինչ չի գործում։ Նույն ազգային ժողովը մեկ մարդու կամքով, այսինքն կա ԿՊՆ-ի մեծամասնություն, այդ մեծամասնության կամքը թելադրում է մեկ հոգի։ Եվ ամեն ինչ անցնում է, համանդրությունն էլ այնպես է գրված, որ ամեն ինչ գրեթե անցնում է ազգային ժողովով, թե դատական իշխանության ընտրությունը, բարձրագույն դատական խորհրդի կազմը եւ ամեն ինչ ձևավորում է ի վերջո մեկ մարդ եւ սա մեր հենց հիմնական կարծում եմ խնդիրների բանալին է, հետագայում պետքա թույլ չտալ։ Միգուցե օրենսդրական կարգավորումներով, համանդրական բարեփոխումներով սա իսկապես պետք է կանխել, որովհետև սա նորմալ չի։ Եվ ես կարծում եմ, որ նաև նույն 2000 թվականների հաջողությունը մեր երկրում այնինչ ունեցանք, տնտեսությունը, խաղաղությունը, մնացածը նաև նրա արդյունքում էր, որ կար իսկապես գործող կոալիցիա, կար հակակշիռներ եւ կար նախագահ, ով չէր դիտարկվում կոալիցիայի որևէ անդամի այսպես կցորդը։ Եվ սա բավական արդյունավետ էր։ Եթե հաջողվի 2026 թվականին հասնել իշխանապողության, դա ամեն դեպքում չի լինելու մեկ ուժ, այլ մի քանի ուժ պետք է ձևավորեն այդ կառավարությունը, այո, եւ այստեղ նաեւ վարչապետը ով որ լինի, կախվածություն է ունենալու նաեւ կոալիցիայից եւ չի կարող ինչ ուզում է անել։ Եվ սա շատ կարեւոր է, որ գոնե հաշվի կնստի մի քանի տարբեր կարծիքի հետ։ Եվ կարող է հասկանալ, որ եթե ծրագրից շեղվում ես, դա կարող է ունենալ հետևանք ու ամենանականությամբ կունենա։ Հիմա դա չկա, մի հոգին ինչ ուզում անում է։ Նկատի ունեք, որ նաև պետական կառավարման մոդելի որոշակի փոփոխություններ այո տեղի ունենա հավասարակշռման համար։ Հետագայում միգուցե պետք է դրա մասին մտածել, բայց նույն այս մոդելը որ կա, եթե լինի կոալիցիոն կառավարություն եւ այստեղ արդեն մի հոգին վարչապետը կախված չլինի զուտ իր կուսակցությունից, այլ մի քանի տարբեր ուժերից, սա արդեն ավելի շատ է հակակշիռները ավելի կաշխատեն իսկապես։ Եվ այստեղ իրականում նույն impeachment-ի հնարավոր է ենթարկվի, որովհետև արդեն դասավորվածությունը տարբեր կլինի։ Կարծում սրա մասին պետք է խոսենք, սրա կարևորությունը նաև բացատրենք մեր հասարակությանը, մեր ժողովրդին, որ իսկապես այս ձևով շարունակելը ուղղակի անթույլատրելի է։ Որպեսզի նախագահը միայն դաշնամուր նվագող կամ սելֆի անող չլինի եւ վարչապետի որոշումների տակ հեզաբար ստորագրող չլինի, այո։ Այո, իհարկե, որովհետև տեսեք, մի հոգի իսկապես ինչ ուզում անում է։ Մի օր արթնանում է, որոշում է, որ եկեղեցու դեմ պետք է արշավ սկսի։ Մի օր արթնանում է, որոշում է, որ պետք է SMS գրի ԲԴԽ նախագահային, ով ամենապաշտպանվածն է, պաշտպանված մարդկանցից է մեր օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ, որոշում որ պետք է ինքը ազատի։ Մի օր արթնանում է այսպես։ Մի օր արթնանում նույն եթե 18 թվից սկսենք, ուղղակի այն արած հիմարությունները, գիծ դավաճանությունը, որը արվեց, ընդ քայլերը։ Սա նորմալ չէ, սա հետագայում մենք պետք է սա լուրջ դաս լինի մեզ բոլորիս, մեր ժողովրդին, որպեսզի ուղղակի նման բան թույլ չտանք։
Նորից վերադառնալով Կալասի հայտարարությանը մի բան հստակ է, Եվրամիության կամ հավաքական արևմուտքի գործընկերները աչք են փակում նաև քաղբանտարկյալների ինստիտուտի վրա, նաև այս ներքաղաքական դաշտում իշխանության ներկայացուցիչների կողմից այդ ագրեսիվ ռետորիկան չի դադարում, ընդհակառակը սպառնում են ընդդիմադիր գործընկերներին, նույնիսկ Զախարովյանն ասուլիսի ժամանակ ասում է, որ Հայաստանի ընդդիմադիրների դեմ Հայաստանի իշխանությունը փորձում է պայքարել Ռուսաստանի քողի ներքո, ինչը ընդունելի չի։ Այնուամենայնիվ նաև քաղաքագետները, փորձագետները մտահոգություն են հայտնում, որ 26-ին ընդառաջ հատկապես արևմտյան գործընկերների այս աչքփակոցի ներքո իշխանությունները գնալու են շատ ավելի կտրուկ, ավելի ծանր բռնաճնշումների։ Այս մասով ինչ մտահոգություններ ունեք, տեսեք աննախադեպ վիճակում ենք, ովքեր են քաղբանտարկյալների կարգավիճակում։ Իսկապես աննախադեպ իրավիճակ ունենք, մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան եւ օգտվելով առիթից նաեւ ուզում եմ իմ աջակցությունն ու համերաշխությունը հայտնել բանտարկված քաղաքական հայացքների համար բանտարկված սրբազան հայրերին, սրբազան Միքայել Աճապայանին, ովի դեպ նաեւ այսօր վիրահատության է ենթարկվել, առողջություն եմ մաղթում Արշակ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Սամվել Կարապետյանին, Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, Աշոտ Երկաթ Մինասյանին, նաև ով վերջերս կալանավորվեց, ընդդիմադիր քաղաքապետեր Վարդան Ղուկասյանին եւ իր որդուն, Դավիթ Համբարձումյանին, Վեապարի եղբորն ու նրա տղային, իմ գործընկեր Արթուր Սարգսյանին падգամավոր, ով տնային կալանքի մեջ է այժմ, Վահագն Չախալյանին, Մովսես Շարբաթյանին եւ թողներեն ինձ մյուսները ում անունը հիմա չեմ կարողանում մտաբերել, բայց այնպեսի ցավոք այնպեսի իրավիճակում են գտնվում, որ նույնիսկ չես կարողանում մտաբերել բոլոր քաղբանտարկյալների անունները, որովհետեւ իսկապես աննախադեպ շատ են եւ նաեւ ինչն է աննախադեպ, որ այս ամենի հետ կապված ձեր նշած եվրոպացի պաշտոնյան եւ մյուս եվրոպական կառույցները պարզապես նախընտրում են չտեսնել, շատ լավ իմանալով իրավիճակը, չեն խոսում դրանից, չեն բարձրաձայնում։ Իհարկե մասնավոր զրույցներում շատ ժամանակ ուղղակի չեն կարողանում այլ բան չունեն ասելու, քան համաձայնվելու եւ այսպես ուղղակի այո, կարծես ներքուս զուտ մարդկային առումով վատ են զգում, որ չեն բարձրաձայնում, բայց իրականությունը դա է եւ մենք էլ պետք է դրա հետ հաշվի նստենք, սրան էլ ստապ նայենք, որ փաստորեն իրենց համար ժողովրդավարությունը, ժողովրդավարական արժեքները բացարձակ արժեք չեն եւ դա ուղղակի ինչ որ իրավիճակներում կարող են նկատել, երբ որ իրենց պետք է իշխանությունների հետ կապված քննադատություն ունենալ եւ եթե իրանց իշխանությունները, այսպես ասած, ձեռք են տալիս այդ կոնկրետ իշխանությունները, ապա կարող են ուղղակի այսպես չնկատեն այդ ամենը։ Այսինքն ճնշման գործիք են օգտագործում։ Իհարկե ճնշման գործիք են օգտագործում։ Դեք նախորդ տարի ամենափայլուն օրինակը 2024 թվականի հունիսին զուգահեռ գործողություններ էր, փողոցային ակցիաներ կար եւ Վրաստանում եւ Հայաստանում։ Կհիշեք ազգային ժողովի մոտ այդ նռնակները եւ ամեն ինչը եւ մի դեպքում ձեր նշած կառույցները եւ մարդիկ, օրինակ Վրաստանում մեղադրում էին այդ ամենի մեջ իշխանություններին, իսկ Հայաստանում մեղավոր էր ընդդիմությունը փաստորեն։ Այո, այն դեպքում, որ երբ անհամեմատ շատ ավելի ագրեսիվ էին գործում Վրաստանի ցուցարարները։ Կարծում եմ, որ իրենք էլ այս ամենի մասին չխոսելով, չբարձրաձայնելով, նաև ինչ որ մասով հանցակից են դառնում այս ամեն ինչին։ Որովհետև այսպես կարծես այդ կանաչ լույսը կարտ բլանշը տրված է այս ամեն ինչը իրականացնելու համար, որովհետև հենց իրենք կարող են լինել այն զսպող մեխանիզմը իրապես, որը կկանխեր։ Պարոն Քոչարյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը ունի հավաքական արևմուտքի աջակցությունը, նաև փորձագետներ կան, որ ունի նաև Ադրբեջանի ու Թուրքիայի աջակցությունը, որովհետև այս ադրբեջանական բենզինը, ցորենը հենց դրա մասին է, նաև սահմանում, եթե կարող ենք ասել, իսկ իրականում շփման գոտում այդ հարաբերական, խաղաղություն, ինչպես Նիկոլ Փաշինյանը սիրում ասել, ունի վարչական, իշխանական ռեսուրսներ, ընդդիմությունը ինչ օրակարգով պետք է գնա, որ կարողանա ինչ-որ չափով հակազդել։ Ընդդիմությունը միայնակ է, ոչ արտաքին աջակից ունի, ոչ մեծ վարչական ռեսուրսներ, ինչ է կանելու։ Ես չեմ կարծում, որ մենք միայնակ ենք, ընդդիմությունը ընդհանուր առմամբ, որովհետև
բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու համար բավարար վարկանիշ չունի։ Եվ եթե մենք համեմատենք այնինչ ունեցել է եւ այնինչ հիմա կա, այս առումով ուղղակի անհամեմատելի են։ Այսինքն մեր հիմնական աջակիցը բնականաբար մեր ժողովուրդն է, մեր հասարակությունն է, որոնց հետ մենք պետք է շատ անկեղծ ուղիղ խոսենք, նախ մի մասը, ովքեր դեռևս հավատում են այս իշխանության ստերին, կեղծիքներին, մանիպուլյացիաներին, կարողանանք իրենց ճիշտը բացատրել, ճիշտը ցույց տալ, իրականությունը ցույց տալ, մյուս մասով էլ շատ մեծ նաև կա անտարբեր հատված մեր հասարակության մեջ, ովքեր օրինակ մտածում են, որ ընտրություններով դե հնարավոր չի բան փոխել, կամ դե բոլորը իրար հետ են, ու այդ նման թեզերը դաշտ նետողներ կան։ Նաև ընդդիմադիր, ցավալի է, բայց նաև ընդդիմադիր հատվածից։ Սա շատ վտանգավոր թեզ է։ Շատ վտանգավոր թեզ է, որովհետև գիտեք, ոչ մեկ չի ասում, որ հեշտ է լինելու։ Չէ, հեշտ չի լինելու։ Մենք տեսնում ենք մեր դիմաց ովքեր են։ Այս իշխանությունների գործելակերպը գիտենք, բարոյական կերպարը գիտենք, այսինքն հասկանում ենք, որ այսպես ասած, fair play չի լինելու, արդար խաղ չի լինելու։ Բայց արդյոք դա նշանակում է, որ ուրեմն պետք է ոչինչ չանել։ Թե հակառակը պետք է ավելի կազմակերպված լինել այդ ամեն ինչին դիմակայելու համար։ Հակառակը ես կարծում եմ, որ հենց պետք է ամեն ինչ անել ցույց տալու համար, որ հենց ընտրություններով մենք կարող ենք ինչ-որ բան փոխել։ Այսինքն դա միֆ է, որ ընտրություններով հնարավոր չի։ Իհարկե։ Ընտրություններով հնարավոր է, սա հեշտ չի լինելու, շատ բարդ գործընթաց է, բայց հնարավոր է։ Գիտեք, այսպես դասական, ընտրական process չի լինելու, դասական այսպես պայքար չի լինելու։ Սա շատ լավ հասկանում ենք, մենք տեսնում ենք, թե մեր դեմ ինչ ձով են պայքարում։ Բայց սա պետք է մեզ հակառակը դրդի ավելի կազմակերպված լինելուն, ավելի ճիշտ աշխատելուն, նախկին սխալներից հետեւություններ անելուն եւ հակառակը տրամադրելուն, որ հնարավորին չափ շատ մասնակցություն լինի։ Եվ այստեղ նաև նոր ձևավորված քաղաքական ուժերը կարծում եմ մեծ անելիք ունեն հենց այն անտարբեր մեր ժողովրդի հետ հատվածի հետ։ Շատ մեծ աշխատանք ունեն անելու։ Եվ դրա համար եմ ասում, ավելի լավ է այս ուղղության վրա ավելի կենտրոնանան, քան ինչ որ փորձեն դասեր տալ, թե ով ինչ պետք է անի։ Փորձագետներն ասում են, մեր ընդդիմությունը պետք է գնա խուլ գյուղեր, մարդկանց հետ հանդիպեն, խոսեն, ընդհանուր առմամբ նաև այդ հանդիպումների ժամանակ ինչ արձագանքներ եք ստանում։ Տեսեք, այս հանդիպումները մենք անում ենք ոչ միայն այսպես նախընտրական տարվա տրամաբանության մեջ, արդեն քանի տարի է, ես ավելի շատ պատգամավոր դառնալուց հետո այդ գործին լծվել եմ, իմ գործընկերներն էլ դա անում են, իհարկե ավելի պետք է ինտենսիվանա, բայց այդ աշխատանքը արվում է։ Դեք շատ ժամանակ ես մեր ժողովրդի հետ, նույն տարբեր գյուղերի բնակիչների հետ մի բան եմ հարցնում, էլ օրինակ ասում դուք ձեր շրջապատում, չգիտեմ, ձեր կոլեկտիվում, տարբեր տեղ հաստատ համոզված եմ մերժում եք, չեք ուզում կամ ցանկություն չի լինում շփվելու այն մարդկանց հետ, ովքեր սուտ են խոսում, ովքեր գցող են, ովքեր խառնակիչ են։ Բայց ինչպես է ստացվում, որ մեր երկրի ղեկավարը այսօրվա Նիկոլ Փաշինյանը հենց այդ 3 հատկությունների հիմնական այսպես կրողն է։ Եվ սուտ խոսացող, բազմաթիվ են օրինակները, չէ, հիչ շքերթներ կան ստերի, որը որտեղում է։ Եվ խառնակիչ, ամեն ինչ խառնին ու եկեղեցու հետ կապված մնացած ժողովրդի մեջ այս պառակտող խառնակիչ եւ գծող, այսինքն պայմանավորվածություն չպահող։ Եթե մենք նայենք 18 թվականին ինչ խոստումներով է եկել, մինչև այդ իրանք 17 թվի նախընտրական տարում ինչ խոստումներ են տվել, ինչ սկզբունքներ են որդեգրել, մենք տեսնում ենք, որ դրանց մեծ մասը ուղղակի սուտ էր ու արել են շատ դեպքերում ճիշտ հակառակը ու նաև եթե նայենք 21 թվականի իրենց խոստումները նախընտրական եւ հետո իրականությունը գծող են ուղղակի։ Այդ ժամանակ դա է պետք, կարծում եմ, որ ժողովրդին հաճելի է դա լսելը, դա ասում են, հետո անում են ճիշտ հակառակը։ Լավ, ինչպես է ստացել, որ այս որակներով մարդը շարունակում է մնալ։ Իհարկե, այստեղ մեր թերացումը կա, շատերից թերացումը կա այս հարցում, որ դա այդպես է, բայց դա փաստ է եւ հիմա մենք մյուս տարի ունենք բացառիկ հնարավորություն այդ սուտ խոսացող, խառնակիչ, գծող մարդուց ուղղակի ձերբազատվելու։ Դեք լինում են տոքսիկ այսպես հարաբերություններ։ Մարդը եթե դրա մեջ է լինում, շատ ժամանակ միջև վերջ չի գիտակցում, բայց հենց որ ազատվում է, այսպես ասում են, ինչի կյանքը կարար առանց սրա այսքան ավելի հանգիստ լիներ։ Ես համոզված եմ, որ 26 թվականին հաջողությունից հետո
մեր ժողովուրդը հենց այս զգացողությունն է ունենալու։ Այս մի ծանր բեռից այսպես ինտրիգաները, սուտ անընդհատ ինչ որ այս զզվելի այս երևույթներից ազատումը ու ի վերջո հանգստություն կգա, համերաշխություն կգա եւ այս առումով շատ մեծ անելիք է լինելու հետագայում։ Հայ հանրությանն է ինչ խորհուրդ կտաք 2026-ին, ինչին սպասել, ինչին պատրաստ լինել։ 2026-ին կարծում բոլորս պետք է տրամադրվենք եւ մեր անելիք անենք իսկապես այն ամեն ինչից ինչ խոսացինք հաղորդման ընթացքում թերությունների մասով դրանք վերացնելու եւ փոփոխություններ բերելու վերագտնելու արժանապատվությունը մեջք ուղղելու բարեկեցություն բերելու թացը չորից տարբերելու սուտն ու կեղծիքը ճշմարտությունից տարբերելու, այստեղ մենք որպես քաղաքական միավոր նաև մեր անելիքը ունենք, բայց հույս ունեմ, որ իսկապես մեր երկրի համար այս արժանապատվությունը վերականգնելու տարի կլինի 2026 թվականը։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։